Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեր հարցադրման վերաբերյալ քաղաքացիության մասով արցախցիները համարում են իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բայց այս իշխանության կողմից առանց մեր կարծիքը, մեր իրավունքները հաշվի առնելու մի որոշումով, որը հակասահմանադրական է եւ որ այդ մասով նաեւ մեր պայքարը այդ մասով է քաղաքացիության մասով մեզ բոլորիս 120-150 հազար արցախահայությանը դարձրին որպես փաստական մեր հայրենիքում։ Երկրորդ հարցի վերաբերյալ սոցիալական մասով հավելեմ, որ մեր խորհրդի գլխավոր նպատակը վերադարձն է Արցախ, հայկական Արցախ եւ նաեւ հավելեմ, որ առաջնային ինչի համար մենք առաջնային լուծում ենք սոցիալական խնդիրը, որտեղ բազմիցս ասել ենք, որ կառավարության այս ծրագիրը արտագաղթի ծրագիր է եւ հիմի հայկական Արցախ ունենալու համար առաջնային պետք է որ արցախայությունը ապրի, արարի եւ ստեղծագործի Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդը դրա համար պետք է ունենանք ուժեղ Հայաստան, թե տնտեսապես, թե ռազմական առումով եւ մենք առաջի օրվանից նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այն մեծ պոտենցիալը եւ այն մեծ ռեսուրսը, որ ունի արցախայությունը, չի օգտագործում։ Եվ մեր պայքարը հենց այդ շրջանակներում է եւ ուզում եմ հավելեմ, որ մեկ փուլային տարբերակներով այս պահին մեր բնակչությունը ծանր վիճակում է, փորձում ենք սոցիալական հարցերը լուծել։ Մնացած բոլոր կետերով դուք ականատես եք լինելու, որ մեր պայքարը շարունակվելու է։ Եվ նաև հավելեմ վրանի հետ կապված, այսինքն վրան հանել չհանելու հետ կապված որևէ զիջման մասին խոսք չի գնա։ Մենք հենց կառավարության բանակցությունների ժամանակ եք նշել, որ մենք պատրաստ ենք կառուցողական քննարկումների, որպեսզի այդ հարցերը չլուծվի։ Եվ իրանց էլ եք նշել, որ եթե այս խոստումները, որի մասին հնչեցրեց գործընկերս ֆարսը, ապա մեկ վրանի փոխարեն հաստատ կունենաք 100 վրան։ Ոչ միայն Ազատության հրապարակում, այլ Հայաստանի Հանրապետության տարբեր մասկենտրոններում եւ նաեւ առիթից օգտվելով այս մեկ ամսվա ընթացքում շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր իրենց աջակցություն են հայտնել, բոլորը քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, նաև այդ թվում ձեզ հարգելի լրագրողներ, որ մեկ ամսվա ընթացքում անաչառ եւ օբյեկտիվ լուսաբանել եք եւ հուսով եմ, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու։ Եկեք հստակեցնենք, 2 ամիս տրամադրումը աջակցության կապված է աշխատանքային խմբերի այն ժամանակահատվածն է, որտեղ են մնացած հարցերի լուծումները, մեր կողմից ստեղծված աշխատանքային խմբերը, որը պիտի աշխատի կառավարության հետ, համարել ենք, որ այդ ժամանակահատվածը բավարար է, եւ նաեւ ասեմ, որ խորհուրդն է ինքնուրույն որոշել, մի կողմ դնենք կառավարության պահանջը, մենք կառավարության պահանջը կամ ինչ-որ գործակ չենք իրականացնում։ Մենք հասկացել ենք, որ վրանը իրար չդրված բոլոր խնդիրները կատարել անհրաժեշտության դեպքում կթվարկենք ինչ կետերով։ Նա հայտարարենք լայն համախմբումը իրականացվել է։ Վրանը ճնշման միջոցով, նաև որպես ճնշման միջոց վրանը 2 ամսով երկարաձգել են։ Ոչ միայն խորհրդի հետ են քննարկելու, այլ նաև բարձրացրել ենք, որ հաշվի չեն առնում Արցախի պետական ինստիտուտների դերը, որովհետև 1-2 օր հետո մենք կհրապարակենք ցանկը եւ դուք կհամոզվեք, որ այդ աշխատանքային խմբում ներառված են նաեւ մեր ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, որոնք նաեւ միաժամանակ այս ոլորտի մասնագետներն են։ Ոչ, ես նշեցի, որ 2 կետում զիջման չեն գնացել, առաջինը դա քաղաքացիության հարցն է եւ Երևան քաղաքի մասին է խոսքը եղել, որ 3 միլիոնը 4 չի դառնալու։ Բայց քաղաքացիության մասով հավելենք, որ մենք մեր խմբերը կներկայացնեն տարբեր լուծումներ, օրինակ կա ընտանիքի բոլոր անդամների մասով պարտադրանք, կփորձենք հիմնավորենք, որ քաղաքացիությունը
սկզբնական շրջանում հայտը տալու ժամանակ ընտանիքի մեկ անդամը այդ գործիքակազմը պարտադրանք կիրառվի, հետո ինչ-որ ժամկետ 10 տարուց հետո, երբ որ սեփականության իրավունքը արդեն փոխանցվի ընտանիքին, ընտանիքի անդամները ունենք բազմաթիվ տարբերակներ, կփորձենք դա հիմնավորել եւ առաջ մղել։